կարդացի արձանագրեց քննիչը, կարդացի, դուք կարդացել եք ձեր ցուցակը, բայց ինչի առարկություն չունեք։ Այս դե չեմ հասկացել հարցի իմաստը, ես մտածել եմ միջև արջուրդը, այսինքն ես տեսել եմ, եկել է, ասենք գյուղապետ, ես այդ հարցը սենց եմ հասկացել։ Հարցի իմաստը չեք հասկացել, հա։ Հարցի իմաստը ես տեսնեք այդ հարցի տակ օպիտասը ինչն է թաքնված, որ հասկանալու պատասխանը։ Թաքնված բան ես չեմ տեսնում, որտեղ ասենք ասելը միջև չեմ տեսել, չեմ ճանաչել, ես միջև աճուրդն եմ հասկացել, ես նույնն ժամանակ ասել եմ, որ ինքը եկել անգերոջ է, ազնվության, խաբելու բան չունի։ Ուղղակի հարցը ասենք ճիշտ չեմ ընկալել։ Տեսեք, քննիչի մի հատ էլ հարց կա, քննիչի կողմից հնչեցված, ասում են Նարեկ Հովսեփյանը, Վարազդատ Գրիգորյանը, Լյուդվիգ Թադևոսյանը եւ Սահակ Թադևոսյանը 2010 թվականի հոկտեմբերի 25-ին աճուրդի օրը գյուղապետարանում գտնվել են թե ոչ։ Այս պատասխանները ձեր կողմից են գտնվել։ Նշված անձինք, որքանով որ հիշում եմ եղել են աճուրդի օրը գյուղապետարանում, հստակ չեմ կարող ասել, քանի որ երկար տարիներ են անցել, այդ իսկ պատճառով հաստատապես չեմ կարող պնդել։ Հիմա դատանում պնդում եք, ուզում եմ հասկանալ ինչը ձեզ ստիպեց որ հիշեք այս համակարգը։ Չէ, գիտեք ինչ, եթե մարդը եկել է աճուրդին, իր անձնագիրը տվել է, մասնակցություն շատ բարձր է։ Ոնց եղել է ժամանակ չեք հիշել, հիմա 5 տարի հետո հիշել եք։ Հիշել եմ։ Երրորդ անգամ է, 3 անգամ են ինձ կանչել, ես 3 անգամ նույն պատասխանն եմ տվել։ 3 անգամ եմ ես հակակոռուպցիոն դատարանում։ Ես ասենք կարդացել եմ իմաստը, ասենք լարվում եմ, ես կարող այդ նախադասությունից դες չհասկանամ։ Հիմա լարված եք։ Հա։ Կարող եմ հասկանալ չհասկանալ։ Կփորձեմ հասկանամ, ասեք։ Ես ոչ էլ, հա, ուղղակի դե Չէ, կարող է հետո էլ օրինակ բան եք կանչի բացակայության, ասեք դե անցած լիստին լարված էի չեմ հասկացել, ճարտեցում։ Չէ, չկա, լարված չէ։ Լարված չէ։ Ամեն դեպքում արձանագրեի, որ դուք ես ձեր ցուցմունքների բովանդակությունը կարդացել եք, ճիշտ է։ Հա, որ գրել եմ, ստորագրել։ Եվ մի հարց էլ տամ այդ ձեր վերաբերյալ, որ ճարտարացնող հիմքով այդ ապնդում չիրականացնելու որոշում է կայացել քննիչի կողմից, ես նախորդ դատական նիստին նաև այս հարցադրումը հնչեցրեցի, որոշումը ստացել եք թե ոչ, ասեցիք, որ ստացել են։ Կպատասխանեք այդ որոշումը, այդ որոշման մեջ ինչ արձանագրված էր, ձեր կողմից համաձայնությամբ ընդունվեց, թե դուք առարկություն ունեիք եւ բողոքարկել եք թե ոչ։ Չեմ բողոքարկել, որտեղ ընդերս են գրված օրենքի SSS կետերը, բան, դե այդ օրենքի կետերը ես մտածել եմ նախ այդ օրենքի կետերը պետք է կարդայի, հասկանայի ինչա, չեմ կարդացել, դե վերջում որ վաղեմության ժամկետով մտածել եմ վերջ, ասենք ոչ մի բան չկա, ես չեմ մտածել, որ այնտեղ ինչ-որ, այսինքն ես չեմ մտածել, որ ես ինչ-որ մի սխալ բան եմ արել կամ սխալ ցուցմունք եմ տվել, որ կամ սխալ Իսկ ինչ-որ մեկին է որոշումը ցույց տվեց։ Չէ, որը մեկը չի կարդացել, բացի Չէ, որտեղ ես չեմ մտածել, որ ինչ-որ բան եմ արել կամ վատ բան կա, չգիտեմ։ Շնորհակալություն։ Այս որ դուք այստեղ դատանում նաև ասեցիք, որ Ավան Հովսեփյանի որդին այդ աճուրդին եկել է ընկերոջ հետ։ Այսինքն մի տղայի հետ էր եկել, աղանդերին չէ։ Իսկ քննիչի մոտ հարցակցության ընթացքում այդպիսի տվյալ չտեսա, որ հայտնի։ Ասել եմ ես, 2 անգամն էլ ասել եմ, ազնվություն։ Բայց դե ես չգիտեմ, որ տենց սաղ մանրամ, առաջի անգամ եմ ես եղել հակակոռուպցիոն, առաջի անգամ եմ դատարան, ես չեմ պատկերացնում, որ ինչ-որ սխալ բան եմ ասել կամ խոսացել կամ արել, որ այդ մանրամասը պետք է չեմ կողմնորոշվի։ Երկրորդ Հիմա ասել եք, թե մանրամասը չեք ասել, չեմ հասկանում։ Ես ասել եմ, որ եկել է։ Հաջորդ տրամաբանական հարցը, բա որ ասել եք, հետո այդ ցուցմունքն կարդացիք, չասեցիք, բայց ասում եմ ընկերոջ հետ եկել է։ Բայց ես չեմ պատկերացել, որ պիտի գրեն կամ չգրեն։ Բայց դեռ ոնց պատկերացրեցիք, որ հարցը նույն ես ինչ որ ասել եմ, այս ժամանակ էլ եմ ասել։ Երրորդ անգամ էլ եմ ասել, 3 անգամ են ինձ կանչել։ Ասել եմ, ազնվություն։ Ես հարցեր չունեմ։ Կան հարցեր։ Այս հարգելի վկա, դուք հարգելի Բեղադրովի հարցին սպառ պատասխանեցիք, որ Նարեկ Հովսեփյանը եղել է։ Հրապարակվեց նաև ձեր նախաքննական ցուցմունքը,
որտեղ դուք ի պատասխան թե ձևական բնույթ է գրել աճուրդը, թե ոչ եւ Նարեկ Հովսեփյանը մասնակցել է, թե ոչ պատասխանում եք, որ ձևական բնույթ ասելով ես չգիտեմ թե դուք ինչ նկատի ունեք, բայց ինչպես կարգն է, այնպես պահպանվել է եւ միաժամանակ նշում եք այն, որ Աղվան Հովսեփյանի որդին մասնակցում էր եւ նա պետք է ձեռք բերեր հողերը, դա անհերքելի փաստ է։ Այսինքն դուք նախաքննության ընթացքում քննիչին այսպիսի բան ասել եք, որ Նարեկ Հովսեփյանը մասնակցել է եւ դա անհերքելի փաստ է։ Այսինքն ինչ է նշանակում, որ ինքը պարտադիր պետք է գներ, դա նշանակում։ Չէ, հարգելի Գաբյան, խնդրում եմ, այդ որ հարգելի մեղադրողը ձեր նախաքննական ցուցմունքը հրապարակեց, իհարկե ինքը հարցեր տվեց ձեր նախաքննական ցուցմունքին այն մասից, որը իրեն ավելի հոգեհարազատ է, բայց այդ նույն ցուցմունքով քննիչի մոտ դուք քննիչի հարցին պատասխանել եք, որ աճուրդը ձևական բնույթ չի գրել, եղել է այնպես ինչպես կարգն է, եւ միաժամանակ պատասխանել եք, որ Նարեկ Հովսեփյանի մասնակցությունը այդ աճուրդին անհերքելի փաստ է։ Ճիշտ եք ասել դա։ Անհերքելի, այսինքն որ մասնակցել է, հա։ Դուք եք ասել։ Հա, ասել եմ։ Այսինքն դուք քննիչին ինչպես հիմա պնդեցիք դատարանում, եւս ասել եք, որ Նարեկը մասնակցել է, ինչ մասին է։ Այո։ Ուղղակի որ սենք ասում են, լավ։ Այսինքն մենք դուք այն ինչ ասել եք, ճիշտ է։ Այո։ Հիմա եթե դուք մի դեպքում ասել եք, որ Նարեկ Հովսեփյանի մասնակցությունը անհերքելի փաստ է, հիմա այն դատարանում դա հաստատում եք, ապա հաջորդ հարցին, իհարկե հասկանում եմ, թե քննիչը ինչի է այդպես անընդհատ նույն հարցը կրկնել, ոնց որ հիմա հարգելի մեղադրողն է կրկնում, եւ պատվարժան դատարանում հարցը տվեք, հա։ Դուք հաջորդ հարցին պատասխանում եք, որ ես չեմ կարող հաստատապես պնդել։ Հիմա ոնց հասկանամ, մի հարցի խնդրում եմ հարցից լսեք նոր հասկանալ։ Մի դեպքում պատասխանում եք, որ Նարեկ Հովսեփյանի մասնակցությունը անհերքելի փաստ է, անմիջապես հաջորդող հարցին ասում եք հաստատապես չեմ կարող։ Ես ներողություն եմ խնդրում, նա ճշտում է, այդ անհերքելի փաստը խնդրեմ, այդ հատվածը չեմ գտնում ճիշտ ասած։ Հարգելի մեղադրող, դուք կարդացիք նա հերքելի, ես ենթադրում եմ, որ սա տպագրական սխալ է, որովհետև այստեղ պատասխանը հարգելի խնդրում եմ, էջ ասեք, ես խնդրում չեմ ամենավերջի բարբերությունը, նախավերջի բարբերությունը։ Բայց վերաբերում է մասնակցության անհերքելիությանը, թե վերաբերում է ձեռքբերելու Պատվարժան դատարան, ինքը ասում աճուրդը ձևական բնույթ չի գրել, տեղի է ունեցել ինչպիսին կարգն է, այսինքն կարգն է, այնուհետև աճուրդի արդյունքները ներկայացրել են, կազմել են մրցանակություն, այն որ Աղվան Հովսեփյանի որդին մասնակցում էր եւ նա պետք է ձեռք բերել հողերը, դա անհերքելի է։ Դա ի՞նչ է։ Ես մի դիտարկում անեմ, ես կխնդրեմ այդ դեպքում հարցադրումը հնչեցվի հետևյալ կերպ։ Ընթերցվի այդ հատվածը եւ վկային հարցնենք, թե սա ինչ նկատի ուներ, ոչ թե ասենք, որ ինքը նկատի ուներ, որ ես այդ կերպ եմ հասկանում, այն որ նա պետք է հաղթեր, դա անհերքելի էր։ Այդ դեպքում ես առարկություն եմ բերում ձեր հարցի դեմ։ Իմ առարկությունը հետևյալն է։ Ես ուզում եմ որպեսզի ցուցմունքը այն հատվածով, որի վերաբերյալ հարցադրումը հնչեցում, այդ հատվածով ընթերցի, որ տարընկալում չլինի։ Շնորհակալություն։ Հարգելի դգա, կարդում եմ ձեր պատասխանը, խնդրում եմ ուշադիր լսել եւ դատարանում պատասխանել։ Պատասխան աճուրդի վերաբերյալ։ Ձևական բնույթ ասելով ես չգիտեմ, թե դուք ինչ նկատի ունեք, ինչպես որ կարգն է, իմ կողմից պահպանվել է այդ կարգը։ Աճուրդի արդյունքները ներկայացվել են ինձ, ես էլ կազմել եմ դերասական արձանագրություններ։ Այն, որ Աղվան Հովսեփյանի որդին մասնակցում էր եւ նա պետք է ձեռք բերել հողերը, այն, որ Աղվան
Հովսեփյանի գործին մասնակցում է։ Ունա պետք է ձեռք բերողները դա անհերքելի է։ Սակայն այդ հարցով ինձ ոչ ոք չի դիմել, այդ թվում նաև գյուղապետը։ Հիմա խնդրում եմ ասել, դուք ինչ եք ուզեցել Ես ուրեմն որ ինքը մասնակցել է, հանձնաժողովը իրան հաղթող է ճանաչել, այսինքն ինքը հաղթել է այդ աճուրդում, այդ հողատարածքները ձեռքա բերել, ես էդ եմ հանձնաժողովը, այսինքն ինքը հաղթող է ճանաչվել։ Կարող է դուք ասել եք, որ Աղվան Հովսեփյանի որդին անպայման անվերականգնվել Չէ, ոնց ասեմ, որ չէ։ Խնդրում եմ մի հատ գրգնեք դուք ինչ եք նկատի։ Ես նկատի եմ ունեցել, որ հանձնաժողովը իր անդամներով այդ աճուրդը անցկացրել է, հաղթող ճանաչել, այսինքն ծածկագրերով այդ չեմ ուզում մանրամասն ներկայացնում, հաղթող ճանաչել, ներկայացրել է որպես հաղթող աճուրդի մասնակցության, ես արձանագրել եմ, այսինքն ինքը արդեն հաղթող է, ինքը այդ հողատարածքները հաղթող ճանաչվել դնում։ Հասկացանք, այսինքն դուք քննիչին ասել եք, որ Նարեկ Հովսեփյանը մասնակցել է հաղթել է։ Հիմա հաջորդ հարցս, Արգելի Բուտան, հաջորդ հարցին, որը ամիջապես ձեր պատասխանից հետո քննիչը ձեզ տվեք, դուք քննիչին ասել Այս նույն օրը, դուք ասում եք, որ դուք հաստատապես չեք կարող ասել, որ Նարեկ Հովսեփյանը մասնակցել է, բադա ո՞նց ասում։ Ես չէ, ոնց կարող ասեմ, որ նա մասնակցել է, ես նույնը իրանց ասել եմ, ուղղակի կարող իրանք ասել են չի եկել, չի մասնակցել, այդ ժամին այդտեղ չի ելել, բան ես ասել եմ, որ մասնակցել է, եկել է։ Չէ, դուք ասել եք, հիմա կարդամ ձեր պատասխանը։ Եթե նախաքննական մարմինը, այսինքն քննիչը, նման տեղեկությունները ձեռք բերել, ուրեմն այդպես է։ Իրանք, գիտեք ոնց ասել են ինքը տեղ չի եղել, մենք կարանք ապացուցենք, որ աճուրդի օրը ինքը չի ներկայացել, առանց իր աճուրդը արվել, հաղթող ճանաչել, հարցը սենց է եղել։ Հարգելի վկա, եթե դուք աճուրդի մասնակից եք, հանձնաժողովում եք, մի 2 րոպե առաջ հարցակցության դուք ասում եք, որ Նարեկ Հովսեփյանի մասնակցությունը անհերքելի է։ Ես 3 անգամ Ապա դուք ո՞նց կարող եք ասել նախաքննական մարմնին, որ եթե դուք գտնում եք, որ չի մասնակցել, ուրեմն այդպես է։ Հիմա ո՞րն է ճիշտը։ Ճիշտը մասնակցել է 100%-ով ու 3 անգամներ ես նույնն եմ։ Բայց չէ ժամանակքնիչին չեք ասել, հարգելի քննիչ։ Մասնակցել է, ոչ չի մասնակցել, 3 անգամ, ստեղ 4, տեսել 5-րդ անգամն է։ Լավ, հիմա միտեղ կարամ ասեմ մասնակցել է, հաղթել է, միտեղ կարամ ասեմ չի մասնակցել, որ ասում եք չի մասնակցել, չի ճիշտը մասնակցել է։ Եվ մի հարց է, այն դու հաջորդ լրացուցիչ ցուցմունքով, որտեղ դուք ձեր համաձայնություն եք հայտնել վաղեմություն կիրառելու, ձեր նկատմամբ վաղեմություն կիրառելու վերաբերյալ, խնդրում եմ ինձ ասել, դուք քննիչին ասել, որ դուք մեղավոր եք ընդունել ձեր մեղքը եւ ձեր նկատմամբ վաղեմություն կիրառել։ Բայց ես ինչ մեղք եմ գործել, որ պետք է մեղավոր Չէ, ես հարցնում եմ, որ այդ գուցե Չէ, ոնց, ես ինչի համար եմ մեղավոր։ Բարձրաշան դարդարանք, ես տեսնում եմ, որ վկան չի ընդունել մեղքը, ես պարզապես ուզում եմ դարդարան շադրությունը ևս մեկ անգամ վերաբերել այդ հանգամանքին։ Ոչ, բարձրաշան դարդարան մեղքը ընդունելու դեպքում արդեն կարելի է մեղադրանքի ինքում դնել, որ մարդը կեղծիք է արել մեղքը ընդունելու դեպքում։ Բայց մեկ այն պարագայում մարդը կարող է ոչինչ արած չլինի, բայց որպեսզի չգնա իր ապահովատիրներու գա, ասի, որ չեմ կարի ճիշտ ասած այլ արտահայտություններ չեմ ուզում ձեզ հետ շփվել, որ համաձայն եմ վաղեմություն կիրառել։ Կարող է եւ այդպես լինել։ Բայց ես մեղք եմ գործել, որ սխալ եմ արել, որ ես ուղղակի ընդհանրապես արձանագրել եմ։ Այն հարցեր կան։ Ոչ, ես չունեմ։ Այ